Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ ու իմ հաջորդ զրուցակիցը քաղաքագիտության դոկտոր Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանն է։ Ողջույն պարոն Հովսեփյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, բարև։ Պարոն Հովսեփյան, բնականաբար այն թեմաները, որոնց մասին մենք խոսենք, դրանք տեղավորելու ենք Հայաստանում տիրող նախընտրական իրավիճակում, շրջանին, որովհետև արդեն ամեն ինչ ածանցվում է մեր իրականության մեջ դրանից, հա։ Սկսենք Սփյուռքից։ Սփյուռքից Հայաստանի ընտրական այս գործընթացը ինչպես է երևում։ Տեսեք, վերջին տարիներուն սփյուռքահայությունը ինքսինք բավական գդրված կսկա այդ ամեն ինչեն, այսինքն բնականաբար կհետևի սփյուռքահայությունը անցուդարձերուն, բայց այդպես ալ գազմագերբված այսպես միացյալ որևէ գարզիկ չի զարգանար, ընդհանրապես բարձ ասենք ժողովրդի, բարձ ասենք քաղաքացի սփյուռքահայի դրամատուրգիան մեջ ընդհանրապես հերու մնալու ցկտումը կա հայաստանյան ներքաղաքական իրավիճակները։ Իրականությունը այսպես է։ Այսինքն Սփյուռքի ներգրավվածություն տեսանելի չէ։ Ներգրավվածություն, այսինքն որոշ շրջանակներ բնականաբար ակտիվ գնեն ներգրավելու եւ բոլոր այսինքն կողմերն իրենց չափով այդ մեկը գնեն, սակայն ես ընդհանրապես ժողովրդի մասին եմ խոսում, ընդհանրապես այսպես ինչպես կարելի է նկարագրել, ընդհանրապես ոչ թե հետաքրքրության պակաս կա, այլ ընդհանրապես այսպես չընդունելու այն ամեն ինչը որ տեղի կունենա ներքաղաքական իրավիճակի մեջ, չհասկանալով թե ինչու այսքան պետք է ամեն ինչ խորանար, ինչու այսքան պետք է որ հագացությունները այսքան այս մագարտակներու հասներ եւ ուրեմն ընդհանրապես կա հերու մնալու եւ չարանչվելու այդ ամեն ինչին հետ ցկտում։ Շատ լավ, ընդհանուր Սփյուռքի թեման էլի շարունակելով, պարզ է, որ բավականին ընդգծված իրավիճակ փոխվեց 44-օրյա պատերազմից հետո, ու նաև սրան կարող ենք գումարել վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը, որը, այսպես ասենք, իր ազդեցությունն է գտնում նաև Սփյուռքում կամ Սփյուռքի տարբեր շերտերի կամ խմբերի վրա, հա։ Ըստ ձեզ որոնք են այն առանցքային գործոնները, որոնք ինչպես դուք նշեցիք, ձգտում է հայության այդ մասին հեռու պահել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներից։ Տեսեք, նախ պետք է մեկ քայլ ետ առնենք, իսկելու համար, որ միշտ եւ միշտ, այսինքն անկախութենն այս կողմ, միշտ եղած է այն տպավորությունը, որ սփյուռքահայերը շատ ավելի այս ամեն ինչին, ասենք հայաստանյան պրոցեսներուն, ներքաղաքական պրոցեսներուն եւ այլնին շատ ավելի սկացական մոտեցում ունին, ինչը ճիշտ չէ, ես կկարծեմ, այսինքն ունենալ որոշ քաղաքական մոտեցում, ունենալ հայացքներ, որոնք կրնալ ավելի համընդհանուր դրվածքով կարելի է միայն թիդել, հասկանալ, ադիգա չի նշանակել, որ միայն սկացական մոտեցում ունի սփյուռքահայը, բայց կա այդ ընկալումը Հայաստանի մեջ, միշտ կա այդ ընկալումը, իսկ այս վարակային որ գործոններն են, որոնք թերագադար գլան, սփյուռքահայուն համար, քանի որ ինքը անմիջականորեն առնչված չէ հայաստանյան, ասենք, ամենօրյա կյանքի մեջ, շատ ավելի այսպես ընդհանրական գդրվածքով, ընդհանրական քննադատականով կմոտենա սփյուռքահայը, եւ անշուշտ խոսքս միջին սփյուռքահայու մասին է, հասկանաք, այսինքն շատերը կան, որոնք օրինակ համար Հայաստանեն վերջին տարիներուն եկած են, շատ ավելի անմիջականորեն առնչված են, կամ ասենք այնտեղ հարազատներ ունին եւ օրական կամ առնվազն շաբաթական գդրվածքով կխոսին, դառնչվին,
ես անպայման այդ դարի մասին չի խոսքս, ես ընդհանրական, այսպես միջին մեկ քնահատական է որ գնան, այդ միջինը ընդհանրապես վերջին դարիներուն եւ պատերազմին հետ հավանաբար ավելի խորացած է, բայց միայն պատերազմը չէ հարցը, հարցը այն է, որ համընդհանուր ջիկ չէ եղած սփյուռքահայությունը բերելու ավելի ներառելու ամեն ինչին։ Հիմա ադոր թրագան կողմը այն է, որ սփյուռքահայությունը անմիջական առօրյա ներքաղաքական խնդիրներում մեջ չներկայացվի։ Ինչը թրագան է սփյուռքահայի կյանքի համար, որովհետև այնտեղ նաև այդ քաղաքական ներքաղաքական իրավիճակի մեջ կան ոչ ցանկալի որոշ երևույթներ։ Բայց եւ այնպես անոր մյուս կողմը այդ իրավիճակի իմ նկարագրածից մյուս կողմանը որ կամաց հետաքրքրություն է գզրգվի սփյուռքահայը եւ ասել որ սփյուռքահայը միայն թող օրինակի համար իր ներսում ունենա ասենք բարեգործական ծրագիրներում մեջ եւ այդքանով բավարարվի ադիգա գարձեմ որ շատ այսպես մագերեսային քնահատական է, ինչը կարելի չէ մարդիկ ներգրավել իրավիճակի մեջ միայն ասելով, որ երկու բարեգործությունը կատարի եւ այդքանով բավարարվի։ Հիմա անշուշտ մյուս ծայրահեղությունն ալ ճիշտ չէ, որ սփյուռքահայը, այսինքն որ մանավանդ անոնք որոնք քաղաքացի չեն, կամ մանավանդ անոնք որոնք այնտեղ ասենք ինչ չունին կամ ասենք անմիջական ներկայություն չեն կարող մեկ դարին անգամ կամ 5 դարին անգամ Հայաստան այցելեն, այնտեղ որոշ խնդիր կա, որ արդյոք արդար է, որ այդ անձը, այդ սփյուռքահայը անմիջական ասենք process-ներում մեջ ինչ որ ներդրում ունեն։ Ուրեմն պետք է բալանսավորվի, այս ամեն ինչին պետք է լուծումներ գտնվի, պետք է մտածվի թե սփյուռքահայությունը ինչպես կարելի է ներգրավել, որ միայն 100-200 երիտասարդի մասին չլա խոսքը, որ այդ 100-200 երիտասարդը Հայաստան կան ինչ-որ ներսում կատարելու աշխատանքով զբաղելու նույնիսկ ասենք պետական կառույցներում մեջ եւ այդքանով վերջանա, որը խոսքը միլիոնավոր ժողովրդի մասին է։ Դակավին կգարձեմ մենք ասկովի ֆորմուլը չենք կդած, առավել եւս Հայաստանի պետությունը կգարձեմ ֆորմուլը չենք կդած, թե ինչպես կարելի է ներգրավել, բայց այդ ներգրավումը նաեւ չդանել այնտեղ, որ նաև սփյուռքահայությունը վերածվի զենքի, ինչը կատարված է վերջին, ասենք 30-40 տարվա ընթացքին դարբեր ժամանակներում այդ ջիկը միշտ եղած է դարբեր իշխանական, ասենք շրջանակներու կողմէ, դարբեր շրջաններում։ Պարոն Հովսեփյան, եւ դատելով արդեն իսկ ընթացող, այսպես ասենք, այս ընտրական մրցավազքից, պարզ է դառնում, որ այս ընտրությունները նաեւ արտաքին քաղաքական հարցեր են լուծելու կամ արտաքին քաղաքական ուրվագիծներ, ուղենիշեր են սահմանելու, հա։ Եվ ըստ ձեզ որոնք են դրանք եւ որոնք են այս ընտրություններում արտաքին քաղաքական, այսպես ասենք, կռվանները։ Բնականաբար հիմա գրնալալ որ նայած թե որ խմբակցությունն է, ասենք կամ որ գուսակցություններն են, որոնք ասպարակային պիտի շահագրգռված են այդ մեկը կատարելով, բայց ադիգա միանշանակ է, տեսեք, գրնալալ որ ոմանք կան, որոնք ավելի կազմակերպված ցևով կկատարեն ադիգա, բայց նաև կան այլ շրջանակներ, որոնք շատ ավելի լուրջ, բայց օրինակի համար գուքան եւ սփյուռքի մեջ նաև հանքարագություններ գնեն նաև ներքաղաքական նպատակներով ասիկա միայն մեկ ասենք շերդի աշխատանքը չէ շատ մեծ շերդեր կան որ այդ աշխատանքը կատարեն ուղղակի ոմանց բարակային ավելի ցայդուն է ավելի այսպես բարձրացային ցեվով կատարվի այդ ամեն ինչը ուրիշներու բարակային շատ ավելի միամ շատ ավելի ասենք փոխանակ պատկերացնենք որ միջոցառումը կատարվի սփյուռքի մեջ թեկուզ օրինակ Լոս Անջելեսի մեջ միջոցառում կկատարվի Հայաստանի մեջ եւ այստեղ սփյուռքայը այնտեղ այդ ասենք Երևանյան նվիրահավաքին իր ներսումը կկատարի եւ ասիկա տարբեր ասենք շերտերով եւ դժվարտաբար սակայն ներգրավվածություն որ ես կսեմ
շատ ավելի ասենք խորքային առումով կուզեմ դիտել, կուզեմ տեսնել, որ միայն ներքաղաքական նպատակներով չէ, որ սփյուռքահայությունը ներկայացված է կամ մասնագիծ է process-ներում, այլ նաև մնայուն գերվով, որովհետեւ իր առնչությունը չլա միայն սոցիալ սահմաններում մեջ եւ ըլլա ուղղակի քաղաքացիության ասենք դրվածքով քաղաքացին մասնագիծ լա pedagogical շինության աշխատանքներում, բայց նաև ունենա այլ պատասխանատվություններ։ Կգրկնեմ, այսօր քաղաքնիկը մինչև այսօրս չենք գտած, թե ինչպես պետք է անել։ Եվ այս աշխատանքի մեջ ես միայն փերը չեմ տնել իշխանությունների վրա, որևէ ասենք ժամանակաշրջանի իշխանության վրա, այլ գտնեմ ընդհանրապես բոլոր շերտերու վրա, քաղաքական դարբեր շերտերու վրա, որոնք լուծումը չեն գտած։ Պարոն Հովսեփյան, տեսեք, այս ընտրությունները նաև ուղեկցվում են արտաքին խոշոր փոփոխություններով եւ օրինակ կարող ենք հիշել TRIP նախագիծը եւ բավականին վերջերս Միացյալ Նահանգներից հաստատեցին իրենց հավատարմությունը այդ նախագիծը իրականացնելու, այն համարելով առաջնահերթություն, այսինքն դրա այսպես ասենք հավաստումը ստանալու անհրաժեշտությունները առաջացել պայմանավորված մեր հարևան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Տեսեք, Իրանի շուրջ իրավիճակ, TRIP նախագիծ, Միացյալ Նահանգներում սպասվող միջանկյալ ընտրություններ ու նման բաներ, հա։ Եվ Ռուսաստանի հետաքրքրություն Հայաստանի ներքին process-ներով։ Այո։ Այստեղ շատ հետաքրքիր է, օրինակ, ինչ սցենարներ կարող են գործել եւ ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ TRIP-ի կենսագործման վրա, հա, հաշվի առնելով եւ Իրանի շուրջ իրավիճակը եւ Միացյալ Նահանգներում սպասվող միջանկյալ ընտրությունները ու նաեւ ռուսական գործոնը, որը դուք նշեցիք։ Տեսեք, կոնկրետ ասենք, եթե TRIP-ի մասին է խոսքը, եւ այս մասին առիթներ եղած են վերլուծելու խոսելու, TRIP-ը շատերու համար բնականաբար, որովհետև Թրամփի անունը կգրե, դպավորություն կա, որ միայն Թրամփի վարչագահի, ասենք, մտահղացումն էր կամ անոր, ասենք, ծրագրած մեկ ցերնարգն նախագիծն է։ Այդպես չէ, որովհետև մենք գիշենք Բլինքենը, որ Բայդենի նախագահության վերջին շրջանին եկավ եւ ռազմավարական նախահամաձայնագիրը ստորագրվեցավ, գար այստեղ մեկ քրություն։ Այդ քրության մեջ գար արդեն TRIP-ի նման մեկ, ասենք, նախաձեռնության որոշ, ասենք, գաղափարները, այնտեղ գային։ Ուղղակի վերջը, երբ արդեն նախագահ փոխվեցավ Միացյալ Նահանգներու մեջ, Թրամփի օրոք շատ ավելի, ասենք, բան ստացավ, այսպես ուղղակի մարմին ստացավ այդ ամեն ինչը եւ գործվեցավ TRIP։ Թրամփի անունը գնաց այդ, ասենք, անվանակոչման վրա։ Սակայն ասիկա գուկար Միացյալ Նահանգներու ռազմավարական նկատառումներ են, անորց, ասենք, մղումներ են։ Եվ բնականաբար Հայաստանի Հանրապետության հետաքրքրության բաժին կար այստեղ, որ Միացյալ Նահանգները կհասնի այնտեղ եւ այնտեղ ներդրումներ կատարի։ Հիմա ասել է յետ ինչու կսեմ ասիկա, որովհետեւ նշեմ, որ Միացյալ Նահանգներու հետաքրքրությունը պայմանական չէ կամ զուտ, ասենք, ժամանակի հետ կապված չէ, սակայն քանի որ ասպարակային Թրամփն է նախագահը եւ մենք արդեն ժամանակ ունեցած ենք հետևելու Թրամփի ոճին, կառավարելու ոճին, արտահայտվելու ոճին եւ այլն։ Ուրեմն կհասկանանք, որ եթե Հայաստանի մեջ որևէ լուրջ քաղաքական փոփոխություններ լան, ներքաղաքական փոփոխություններ լան, բնականաբար գրնալալ, որ Թրամփի նախագահ Թրամփի եւ իր շրջապատի ջաշակը ինչ որ չափով, ասենք, փոխվի այդ ուղղությամբ, բայց ռազմավարական նկատառումները կմնան նույնը։ Այն իմաստով գրնանք ակնկալել, որ TRIP-ի ուղղությամբ կամ այլ նաեւ ինչու՞ չէ արհեստական բանականության, ասենք, որոշ նախաձեռնություններով կամ նույնիսկ
ատոմագայանի կամ փոքր մոդուլար ատոմագայաններու մասին որ խոսք եղած է, չէ՞։ Ադոն սողությամբ ամերիկյան հետաքրությունը պիտի ամենա պիտի շարունակվի այնպես միջոր գանք պիտի առնի։ Բայց կրնա ալալ որ քանի որ գործակցությունը Թրամփի իշխանության գործակցությունը ներկա Հայաստանի իշխանություններու հետ եղած է, ավելի խորացած է եւ այնտեղ կան բնականաբար անձական նախընտրություններ, բնականաբար այնտեղ որոշ կրնալալ որ երևույթներ բարձվին, բայց ամերիկյան հետաքրությունը, ամերիկյան նախաձեռնությամբ այդ փաղադրիչ մասերը պիտի շարունակվին, պիտի մնան, որովհետև ասիկա որքան որ մենք կնկատենք Հայաստանի շահերուն համար այսպես անգյունաթարց, թրական առումով գսեմ անգյունաթարց, ամերիկյան հետաքրությունը այդտեղ, սակայն նաև այսօր մեջ կա Միացյալ Նահանգներու համար աննախընթաց մեկ երևույթ, որ առաջին անգամ լալով այդ տարածաշրջանի մեջ Միացյալ Նահանգները արդեն լուրջ ներկայության կվերածվի։ Այսպիսի բան չէ եղած երբեք։ Այսինքն, պարոն Հովսեփյան, անգամ դեմոկրատների հաջողության դեպքում այս նախագծերը, այս պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու, այսինքն դրանք համարվելու են առաջնահերթություն։ Այո, եթե խոսքը նոյեմբերյան ընտրություններու մասին, որ կոնգրեսի ընտրություններ են, ընդհանրապես ես կպատկերացնեմ, որ եթե այնտեղ դեմոկրատական հագագշի տակ երթա կոնգրեսը, դեռնալալ այդ մրցակցությունը առաջին անգամ լալով մեր օգտին լա։ Այսինքն այնտեղ երկուսը մեկ կողմ են դեմոկրատները, որոնք ոչ մեկ պատճառ ունին հետ կանգնելու այդ ծրագիրները, առավել Թրամփը, որ ինքը բնականաբար իր անունը կապված է այս ամեն ինչին հետ, այնտեղ գտնալալ ինչ-որ մրցակցություն գոյություն ունենա եւ մեր օգտին դեր չմտան։ Շնորհակալ եմ, պարոն Հովսեփյան։ Սրուցակիցս քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի Հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանն էր, մնացեք առաջինի հետ կշարունակենք քիչ անց։